Պարոն Աբրամյան, նախ դատական գործի վերաբերյալ ի սկզբանե եւ Սերժ Սարգսյանը եւ դուք ու թիմակիցները համարում եք սա քաղաքական հետապնդում, մինչդեռ իշխանությունն ասում է, որ Հայաստանում քաղաքական որևիցե մեկը հետապնդման չի ենթարկվում, քաղբանտարկյալներ չկան։ Այս պահին նվազագույնը 40 քաղբանտարկյալներ կան երկրում, ընդ որում շատ դեպքերով, երբ որ մենք խոսում ենք քաղբանտարկյալների մասին, շատ դեպքում մարդիկ ենթագիտակցորեն ընդունում են այն մարդկանց, ովքեր այդ պահին գտնվում են ճաղերի ետևում, բայց իրականության մեջ մարդիկ կան, որոնք ճաղերի ետևում չեն, բայց շարունակում են լինել քաղաքական բանտարկյալի կարգավիճակում, օրինակ նաև մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ով 26 ամսյա կալանքի մեջ է եղել, այս պահին ճաղերի ետևում չէ, բայց նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները օրինակ շարունակվում են։ Մեծ թվով մարդիկ կան տարբեր քրեակատարողական հիմնարկներում, որոնց մի մասին նույնիսկ այցելությունը հնարավոր չէ սահմանափակումների պատճառով, այնուամենայնիվ նաև բնական է, որ իշխանությունը փորձելու է ամենտեղ հայտարարել, որ քաղաքական որևէ մոտիվ կամ հիմք չկա։ Կոնկրետ Սերժ Սարգսյանի գործով ցանկացած դատավարություն, երբ որ դիտարկում ես պարզագույն էլեմենտար առումով, ակնհայտ է, որ պրոցեսներում եթե նույնիսկ կան էլ այսպես կոչված պաստավնոյ դեմքեր, որոնցից ցուցմունքներ են կորզել, դրանք կամ նախաքննական փուլում, կամ դատական փուլում միանգամից ամբողջությամբ մեջ փլուզվում է։ Մի կողմից կան գործեր, որոնք անընդհատ կարվում են եւ համալրում են Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, կան գործեր, որոնք օրինակ այսպես կոչված դիզելի գործներ, որով Սերժ Սարգսյանին արդարացրեցին, բայց այդ դատավորին, որ արդարացրել էր, նրա նկատմամբ կարգապահական ուժեր կիրառեցին, հետագայում համակարգից դուրս թողեցին, բայց դատախազությունը նույնիսկ դրանով չսահմանափակեց, նաև այդ գործն է բողոքարկում եւ այլն։ Այսինքն ցանկացած գործ, որը կարդում ես եւ փորձում ես հասկանալ, թե ինչ կա դրա հիմքում, շատ ավելի հստակ է դարձնում դրա շինծու լինելը եւ այն ապօրությունների շղթան, որոնք դրսևորում են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ մեր տարբեր այլ գործընկերների նկատմամբ, որոնց խոսքը, որոնց հայտարարությունները, որոնց դիրքորոշումը ակնհայտորեն չի համընկնում իշխանության տեսակետների հետ։ Պարոն Աբրամյան, ամեն դեպքում շատ կանխատեսելի սցենար է սա եւ ինչ անել, որ օրինակ կասեցնել ես նմանատիպ իրողությունների շարունակականությունը 7 տարի եւ ավել ընդդիմությունը փորձում է, բայց չի ստացվում, ինչու։ Գիտեք, այս եւ նմանատիպ այլ ապօրինությունների կասեցնելու միակ ճանապարհը երկրում քաղաքական փոփոխություններն են, որովհետեւ որևէ մակերեսային կամ թվացial փոփոխություն մեր երկրում այլևս որևէ իրողություն փոփոխության չի ենթարկվելու։ Դրա համար այն մարդիկ, ովքեր փորձում են յուրաքանչյուրը իր ոլորտում, այն բոլոր խնդիրների մասով, որոնց հետ առնչվում են կամ բախվում են, ուզում են դրա փոփոխությանը հասնել, դրանք չեն կարող տեղային կամ փոքր մասնագիտական կամ մասնավոր ոլորտներում տեղ ունենալ։ Երկրում կա գլոբալ խնդիր, դա քաղաքական խնդիրն է, որը պարված է այս իշխանության քաղաքականության ներքո եւ առանց այս իշխանության հերասման որևէ խնդիր չի լուծվի։ Սա վերաբերում է բոլոր այն հարցերին, որոնք նույնիսկ առաջին հայացքից կարող են քաղաքական էլ նույնիսկ չերևալ, բայց բնականաբար քաղաքական կուրսը, որով արվում է իշխանության կողմից, բերում է եւ այսպիսի ծանր հետևանքների է հանգեցնում։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր տարբեր ուժերի պայքարին, ապա այստեղ շատ կարեւոր է, որպեսզի այդ պայքարը լինի նույն ուղղությամբ, այսինքն դեռ քիչ է, երբ որ մարդիկ արտահայտում են տեսակետ, որը տարբերվում է իշխանության մոտեցումներից կամ քննադատություն է հնչեցում, շատ կարևոր է, որպեսզի դրանք բերվեն եւ ընդհանուր ռելսերի վրա դրվեն։ Ցավոք այս 7 տարի ընթացքում դեռևս հնարավոր չի եղել տարբեր փողոցային շարժումների միջոցով հասնել այդ փոփոխությանը, բայց պետք է արձանագրել, որ միակ տարբերակը քաղաքական փոփոխությունն է, որը պետք է հիմք տա մնացած բոլոր հարցերի հանգուցալուծմանը։